առողջ մթնոլորտը, առողջ օդը ստեղծում են առաջին հերթին գործարար, արարող, որևէ նոր բան ստեղծող եւ չվախեցող մարդիկ։ Այստեղ հենց այդպիսի մարդիկ են հավաքված։ Այնպիսի հայեր, որոնք հասկանում են եւ հայ լինելու բարդությունը եւ իրենց հայությունից ուզում են առավել անել, ավելի դուրս գալ մեծ աշխարհ եւ փորձել գրավել աշխարհը։ Շատ տպավորված եմ, ինձ բաժին ընկած ծրագրերը շատ բազմազան էին ու հետաքրքիր, կային եւ սկսնակներ եւ արդեն փորձառուներ ու ինձ թվում է շատ հավասարելի, որ բիզապում երկու տեսակներ ներառված են, որովհետեւ սկսնակները կտեսնեն ինչ են անում փորձառուները, հա ու իրար փող լրացնում են։ Ինձ շատ դուր է գալի ձեր ֆորումները, հա, սեմինարները, երբ որ ես էի սկսում, հա, իմ կարիերան այսպիսի բաներ չկային։ Ու իրանք իրոք շատ բան են տալիս։ Ձեր այս ֆորումում իրոք կան շատ մտքեր, գաղափարներ, որ ցանկացած մարդ կարող է սովորի ու հետո կիրառ։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել կազմակերպիչներին, բոլոր մասնակիցներին, նման միջոցառումը օգնականներին, կամավորներին, իսկապես հաջողված միջոցառում է։ Իսկապես դա բոլորիս համար պատուհան է բացում։ Իմ համար ամենահավես կողմն է, որ իրականում ստեղ դու հանդիպում ես խոսնակների, որոնք այդքան հանրային չեն, հա, ստեղ են ամենալավ հնարավորությունն է, չափից դուրս կոմպետենտ դեմքեր գտնելու, փորձառությունը, որ ստեղ են հավաքում, չափից դուրս մեծ է, ու այն նետվորքը, որ կարան ստեղ ստեղծեն, իրատեսական հետագայում դու կարող ես օգտագործես եւ ներդրում գտնելու եւ բիզնեսը զարգացնելու համար։ Ֆորումին զարմացրեց նաեւ, զարմացրեց, թե մարդիկ ինչքան պատրաստական են օգնելու մեզ, որովհետև այստեղ մասնագետները, որոնք որ մեզ 6 օրերի ընթացքում անընդմեջ կրթեցին, ուղղորդեցին, տվեցին խորհուրդներ։ Այս օրերի ընթացքում այնքան շատ ինֆորմացիա եմ վերցրել ու այնքան կարևոր, հետաքրքիր ու ես հասկացել եմ, թե ես ինչքան բան չգիտեմ այս ոլորտից ու թե ինչքան բացը լրացրեցի ես ու թե ինչքան բան ունեմ սովորելու։ Սա այն տեղներ, որ իրոք որ ժամանակը ցենց կառավարված, դասավորված էր, դու գիտեիր ումից ինչ ես տանելու, ումից ինչ ես վերցնելու, սովորելու, ալբոմը ոնց եք պահում։ Այնտենց ցենց սիրուն դասավորես, փակես միտեղ պահես, որ բացես, հիշես, որ այսի BISAP Global Forum-ն է։ Ուղղակի բոմբա ստեղ գտնվել է, որովհետև անընդհատ նոր բան է սովորում, նոր գիտելիքներ, նոր փորձի մասին ես իմանում, թե ինչ ձախողումից ոնց են հասել հաջողության մարդիկ։ Մենք 100%-ից ավել հայեր ունենք Հայաստանից դուրս։ Եվ այդ հայերը շատ լավ կրթություն ունեն, գիտելիքներ ունեն, մենք պետք է կարողանանք այդ երկուսը բերենք միացնենք իրար, այն հայերը, որոնք որ ընդդեմ են եւ գիտելիքները, որոնք որ ստեղ են պետք։ Եվ գիտելիքները նույնիսկ որ Հայաստանում կան։ Սա անհարտակն է, որ դա անում է, ես ուրիշ sense հարտակ ճիշտ ասած չգիտեմ։ Вообще, в принципе, на БИЗАП очень все профессионально и грамотно составлена программа. На самом деле, я вообще приятно удивлена, первой вовлеченностью. Второе, это то, что люди горят своими проектами. И третье, что действительно есть такие, ну, я бы сказала, мирового уровня проекты. Որ մենթորներն էին դաս տալիս, հետո մենթորների հետ խորհրդակցում էի, իրանք ինձ կոնկրետ ուղղություններ էին ցույց տալիս, research-ի տեղեր էին տալիս։ Այդ ամեն ինչը նպաստել է նրան, որ ես իմ պրոյեկտը 360 աստիճան պատտեմ, փոխեմ։ Այն ինչ որ այսքան տարվա մեջ փորձը ունեի բիզնեսում ու ինստիտուտում Մոսկվայում, հավատացեք, համատած այս 7 օրվան շատ քիչ տոկոսներ։